Ողջույն այսօր այստեղ գտնվել առավոտյան արդեն ճաշի չնայած Ստեփանավանում, գիտեք, Աստծո գործերը իհարկե անքննելի է, ես այստեղ չպետք է լինեի, ուրիշտեղ պետք է, բայց Աստված այնպես ասաց, որ այսօր այստեղ պետք է լինեի։ Չգիտեմ, գիտեք, Աստված է ամեն ինչ ծրագրավորում, Աստված առաջնորդում մեր կյանքում, եւ մենք պարզապես գործիքներ ենք։ Ժամանակավոր գործիքներ, բայց հավիտենական զավակներ։ Գիտեք, լինում է ժամանակ, որ մարդ հավիտեն գործիք է լինում, բայց մենք ժամանակավոր գործիք ենք Տիրոջ ձեռքերի մեջ այստեղ աշխարհում եւ հավիտենական զավակներ այնտեղ երկնքում։ Եվ դրա համար սիրելիներս մենք այսօր բաց ենք, որպեսզի Աստված մեզ օգտագործի ամենտեղ ամեն քայլափոխի։ Նախ եւ առաջ ես այնքան ուրախ եմ, որ այստեղ կան մարդիկ, Ստեփանավան քաղաքում իհարկե շատ փրկված մարդիկ կան, բայց այսօր գտնվում են մարդիկ, ովքեր փրկված են Տիրոջ մեջ։ Ձեզ համար մեծ գին ավճարված եւ մենք ունենք հրաշալի գին վճարված Քրիստոսի հետ միասին։ Օրեր առաջ, այսինքն արդեն ամիս անցել է երևի, ես անգամ գրառում էի արա ինձ մոտ Instagram-ի մեջ, ես խոսում էի իմ աշխարհիկ ընկերներից մեկի հետ, որը իրականում շատ մեղավոր մարդ է։ Կարելի ասել ինքը Տիրոջը չի ընդունել եւ չի պատրաստվում մոտակա ժամանակները ընդունի, բայց այնպիսի մարդ է, որ մեղքին կողքով երբեք չի անցնի, եթե մեղք տեսնի, ինքը կընկնի մեջ է։ Ես մեկ-մեկ դրանց հումոր եմ անում եւ ասում լսի, դու այնքան նման ես, ոնց որ խոս այն ցեղը տեսնի, անպայման կգնա կընկնի մեջը, որովհետեւ մեկ անգամ ես տեսա հենց այստեղ իմիջիալից այստեղի գյուղերից մեկում, ոսին որ կար խոտ, կանաչ, կար ճանապարհ, բայց նա ցեղն էր ընտրել, ցեղի մեջ էր բնակվում։ Կան նույնպես մեղքի մեջ բնակվողները, գիտես, այս մեղքը տեսնեն, ոնց որ այդ մեղքի մեջ մի հատ սիգնալ կա, որ իրանց սրտի մեջ նույնպես կա։ Գնում են այդտեղ։ Եվ այդ մարդը նա ես օրինակավոր կարող եմ որտեղ դրանել եմ ասում, նա հումորով տղա է, չնայած հումորով ընդունում է, եւ ես նստած իրար հետ խոսում էինք, նա իմ տարիքի է, եւ ես ասացի, գիտես ինչ, ես զգում եմ, որ ժամանակն է գալիս, որ դու մեղքերիդ համար արդեն պետք է սկսես վճարել։ Ասում ոնց վճարել, ասում ասի, մեղքերիդ համար գին ես վճարելու, ժամանակ գալիս է վճարման։ Մեկ է պատտվեց ինձ ասում, ինչ ես ամիցում։ Ասի դե ուրեմն կամ էլ դու թող Հիսուսը վճարի։ Ասում ինչ հեքիաթներ ես պատմում։ Գիտես ասի կողմնորոշի, կամ դու կամ Հիսուսը պետք է վճարեք մեկը։ Ուրիշ ձեր տարբերություն չկա։ Ես այնքան ուրախ եմ, որ դուք այստեղ իմաստություն ունեք, թույլ եք Տերը վճարի ձեր մեղքերին, որտեղ մարդը ինչքան էլ վճարի չի կարող վճարել իր մեղքերի համար, չունի այդ հնարավորությունը։ Գիտեք, դա գումարով չի, ընդհանրապես շատ հեշտ կլիներ, որ գումարով տաներ, ինչ որ տար ամեն մեղքիդ համար ինչ որ բան վճարեր եւ դու վճարված ես, բայց գումարով չի, գումարը այստեղ, գիտեք, եթե ինքնաթիռը նստում ես, բարձանում ես, ինքնաթիռից մի քիչ ենքում կա արբանյակներ կան, արբանյակից վերև էլ գումարը չի օգնում եւ չի ազդում։ Ոչ միտեղ այնտեղի տնտեսությունը ուրիշ է եւ այստեղի վալյուտան չի ընդունվում։ Դա նույն բանն է, գիտես, երբ որ դու դրամով գնաս կողքի կա երկիր Վրաստան կամ Ռուսաստան գնաս, քո դրամը արդեն ոչ մի բան է, թեկուզ եւ ունենաս 1 միլիոն դրամ եւ այնտեղ չլինի արժեվություն, այսինքն փոխանակման կետ չլինի, քո դրամով անգամ 1 միլիոն դրամով դու սոված կմնաս այնտեղ, ոչ մի բան չես գնել, կարող գնել։ Այնտեղ Վրաստանում պետք է ձեռք բերես նրանց գումարը, որպեսզի կարողանաս մի կտոր մի բան ուտես, կամ Ռուսաստան գնաս, նրանց փողը պետք է դու ձեռք բերես, որպեսզի մի բան ունենաս։ Նույնը կատարվում է երկնքում, երբ որ մենք երկինք ենք գնում, էլ մեր ոչ դրամը, ոչ ոսկին, ոչ արծաթը, ոչ ունեցվածքը, ոչ ծանոթությունը այնտեղ չի գործում։ Պետք է ունենաս այնտեղի իրականում միջոցները, եւ այնտեղի միջոցը Քրիստոսի այրունն է, որ մեր մեղքերը ներում է։ Այսինքն, եթե հանցակ ես արել մեկի խնձորը գողացել ես եւ գնաս այդ մարդուն 10 խնձորի 3 անգամ ավելին կներվես այդ մարդու կողմից։ Բայց գիտեք ինչ, երբ որ մեղք ես գործում, մեղքը ներող Աստված է եւ այստեղ ոչ մի ոսկի, ոչ մի արծաթ, ոչ մի փող չկա, որ կարող ես այդ ներումը ստանաս։ Համար սենես վճարման ժամանակը գալիս է, մարդ վճարում է կյանքի ընթացքում, մարդ վճարում է իրականում երկնքում, երբ որ գնում է, բայց հարկաշ այն մարդկանց համար, ովքեր թույլ են տվել իրանց տեղը Քրիստոսը վճարի։ Գիտեք, այսօր Ստեփանավան քաղաքում, որտեղ մենք գտնվում ենք եւ Ստեփանավանի կողքերն են նույնպես գյուղերով, շատ մարդիկ են ապրում, ավելի շատ, քան այստեղ նստած են, բավականին ավելի շատ մարդիկ։ Բայց շատ քչերն են իմաստություն ստացել, որ թույլ տան, որ Քրիստոսը վճարի իրանց մեղքերի համար։
Ես ամեն մտածում եմ, առաջին խոնարհությունը որտեղ է սկսվում։ Առաջին խոնարհությունը սկսվում է ճիշտ այնտեղ, երբ որ թույլ ես տալի մեկը վճարի քո տեղը։ Քո մեղքերի տեղը որ վճարի։ Եվ մենք այստեղ իմաստությունով մարդիկ նստած են եւ թույլ են տվել որպեսզի վճարեն։ Փառք Հիսուսին, որ դուք այսօր փրկված, ով որ փրկված չի, ես հավատացած եմ այսօր կընտրել Տիրոջը որպես իր Տեր եւ Փրկիչ, եւ մենք այսօր այս սենյակի մեջ կարող ենք փառաբանել Տիրոջը, երկրպագել Աստծուն եւ Տիրոջ ներկայությունը իջացնել այս քաղաքի մեջ։ Փառք Հիսուսին։ Այսօր իմ սրտում կա կիսվեմ ձեզ այդ Աստծո խոսքից։ Ուզում եմ սկսեմ Եսայի մարգարեության 65-րդ գլխի առաջի խոսքից։ Ես այսօր շատ տեղեր եմ ընտրեցրել Աստծո խոսքից։ Առաջի խոսքից վեր կաց լուսավորի, որտեղ լույսը եկել է, Տիրոջ փառքը ծագել է քեզ վրա։ Ով է հիշում այն ժամանակները, որ լույս չկար։ Ով է հիշում։ Իհարկե նոր սերունդը դա չի հիշում, պետք է չի իմանա, պետք է չի հիշի, բայց սարսափելի ժամանակներն էր, եւ ես հիշում եմ այդ ժամանակները, հիշում եմ մեր հերոս կանանց, որ 1 ժամ լույս են տալի, 1 ժամում հասնում են լվացք անեն, հարթուկ անեն, ճար սարքեն, երեխաներին դասեր անեն, եւ իրականում հերոսություն էր դա։ Բայց հիշում եք ինչ ուրախություն էր, որ լույսերը տալիս էին, որ անգամ 1 ժամով։ Եվ գիտեք ինչ մեկը մյուսին գոռում էր, այն ժամանակ չկար տենց մոբիլ հեռախոսներ կամ մի բան, լսի լույսը տվել էր, լույսը վարի, հիշում եք այդ ժամանակները, չէ՞։ Այ հենց տեղ է տա գերած, վեր կաց լույսերը դի, որտեղ լույսերը տվել է։ Հասկանում եք։ Այստեղ գրված ասել, վեր կաց լուսավորտի, որտեղ լույսը եկել է, Տիրոջ փառքը ծագել է քեզ վրա։ Գիտեք, մեկ անգամ տունն ենք եւ տանը մթի մեջ նստած ենք եւ հանկարծ հարմանը գորա լույսերը տվել են, լույսերը վարի։ Մենք վարեցինք լույսերին երջանիկ ենք։ Այսօր ձեր մեջ կա լույս, եւ ձեր մեջ կա հույս։ Եվ Աստծո խոսքը ձեզ ինչ ասում։ Վեր կացեք լուսավորեք, ձեր լույսը արդեն տվել է, լուսավորեք իրականում։ Որովհետև ահա խավարը ծածկել է երկիր եւ մարախուղ ազգերը, բայց քեզ վրա ծագում է Տերը եւ նրա փառքը երևում է քեզ վրա։ Եվ ման են գալի ազգերը դեպի քո լույսը եւ թագավորները դեպի քեզ վրա ծագած պայծառությունը։ Բարձրացու աչքերը շրջանակին եւ տես, բոլոր ժողովուրդը գալիս են դեպի քեզ, քո որդիքը ներվից են գալի եւ աղջիկները բազուկների մեջ են գրկած։ Գիտեք, իրականում հետաքրքիր խոսմունք որ Աստված տալիս է։ Եվ այսօր շատ են մտածում ոնց անեմ, որպեսզի ազգերը տուրիստ կան այստեղ։ Մի բան կա, որ ասեմ, թե ոնց անեմ, որ տուրիստները շատանան, պետք է լույսը վարել։ Երբ է գալի տուրիզմը, երբ է գալի աղջիկների գրկած են տանում, տղաների իրականում բարձրանում է ազգը, երբ որ լույսերը վարվում է։ Եվ այսօր եթե մենք լույսի մեջ բնակվողները սխավարի մեջ քայլեն եւ պարզապես ցույց չտանք մեր լույսը, ամանչենք, վախենանք լույսը ցույց տալու համար, գիտեք ինչ կա, այսպիսի բաներ չի լինի։ Ես Երևանում եմ բնակվում, ինքս ծնվել մեծացել եմ Երևանում, չնայած իմ կյանքի շատ գեղեցիկ եւ լավ մասեր անցկացրել եմ Լորվա տարածքում, Լորվա շրջանում, Գյարգյար, Գյուլակարակ գյուղերում, որովհետեւ իմ պապս ստեղից է։ Չնայած նա ես իմ մայրս ծնվել Երևանում եւ նա երիտասարդ տղա եղել եւ արդեն տեղափոխվել է, նա զինվորական է եղել, տեղափոխվել է Երևան եւ այնտեղ մենք իհարկե ապրել ենք, բայց գյուղում մեր բարեկամները, հարազատները մնացել են եւ Նենց եղել, որ մանկությունս այստեղ անցկացրել եմ այս բարբարը ինձ համար շատ հարազատ բարբարը, չնայած շատ քիչ էր արդեն խոսում, բայց ինձ համար հարազատ բարբարը այս բարբարը եւ ես ուրախ եմ, որ այստեղ այս օդը գիտեմ, այս տարածաշրջանը գիտեմ։ Բայց Երևանում բնակվելով ժամանակ առ ժամանակ դուրս եմ գալի քաղաք գալու եւ շատ զբոսաշրջիկներ կան Երևանում։ Եվ գիտեք այսօր մարդիկ մտածում են եւ ասում են, գիտեք այդ զբոսաշրջիկ մենք туриզմը բարձրացրել ենք ու ուզում ես մի հատ հարց տաս, այդ ինչ է կարևոր բարձրացրել ենք։ Այդ ինչով է туриզմը դուք բարձրացրել, որ տուրիստները գալիս են Հայաստան։ Ինչ ջանք է կարել։ Եթե մի բան է արածնի, մի հատ կաֆե կամ ռեստորան բացած բիզնեսմենը պետք է արածնի, որ туриզմը գալիս աստեղ։ Ուզում ես պետությանը մեկ-մեկ հարց տաս, դա ինչ է կարևոր туриզմը գալիս աստեղ, որ ասում եք туриզմը մենք բարձրացրեցինք։ Լավ, ասենք թե միջոցներ են ստեղծել, բայց ես մի բան կասեմ, համաձայն եմ նրանց, ինչ որ մի բան արել են, բայց ամենամեծ գործը Աստված արել։ Ես տուրիստերին հարց եմ տալի, ինչի Հայաստան ընտրեցիք, ասում եմ, չգիտեմ, մի տեսակ որ գալիս ես, չես ուզում ստեղից գնաս։ Գիտեք այդ բանը, որ չես ուզում ստեղից գնաս, որ ուզում ես գաս, ուզում ես ստեղ մնաս, պետությունը դրա վրա ոչ մի չի արել։ Գիտեք ով արել, այն որ ասա վեկաս լուսավորը լույսը եկել է, ազգերը դեպի քեզ են գալու։ Հիմա կարևորը գիտեք ինչ կա, երբ որ ազգերը դեպի մեզ գան, մենք ավետարանք ենք նրանց, ոչ թե լարենք ավետարանք ենք, որովհետև ժամանակ առ ժամանակ ավելի շատ ազգեր են դեպի մեզ գալու։ Ամեն։ Փառք Հիսուսին, այնպես որ
երկրի զարգացումը այստեղ մենք տեսնում ենք, դրա մեջ է, որ լույսերը վառվել։ Այնպես որ սիրելիս, չվախենաս եւ չամանչես, որ քո մեջ լույս կա, որ քո մեջ հույս կա, որ քո մեջ աղ կա։ Թող վախենա, զարմանա եւ ամանչի են մարդը, որի մեջ չկա, ովքեր տանում են բխծություն կամ մի բան, բայց դու տանում ես սրբությունը եւ լույսը։ Դու օրհնություն ես քո քաղաքի համար, օրհնություն ես քո տան համար։ Գիտեք, շատ մարդիկ կան, որ ապրում են այս երկրում եւ նրանց տատիկները նույնպես ապրել են եւ տատիկը եղել է հավատացյալ, այն ժամանակ կանարկված է եղել այդ կինը, լույսը չի երևացել, բայց հիմա այդ տատիկը չկա, արդեն երկնքում է, բայց հիմա որ թորների հետ խոսում ես կամ իր երեխաների ասում են, գիտես տատիկս ինչ հավատացյալ էր։ Գիտեք, ես ճանաչում մի կին, որ հավատացյալ էր, տղեն ասում էր, մամ, էլի խայտարակ արեցիր, հերիքա խոսած հավատքից, ընկերներից հետ հերիքա խոսած հավատքից, թորներն էին ծաղրում կամ այդ տատիկը գնաց իրականում գնաց երկինք են գնաց, բայց թողելով մի մթնոլորտ իր ընտանիքի մեջ իր լույսը թողելով։ Հիմա այսօր իր երեխան գլուխակում, գիտես մերս ինչ հավատացյալ էր։ Իր թորը գլուխակում, գիտես տատս ինչ հավատացյալ էր։ Դրա համար սիրելիներս, կարևոր չէ այսօր ինչ են ասում, կարևորը վաղ ինչ են գրելու։ Կարևորը վաղ ինչ են գրելու։ Եվ այսպիսով սիրելիներս, այսօր ես սրտումս ունեմ ձեզ հետ կիսվեմ մի տեղից, մի խոսքից, որը շատ կարևոր է այսօր այս ժամանակների մեջ։ Ինձ մարտահրավեր գցեցին մի քանի օր առաջ, ես մեր TV-ներով, մեր պետական TV-ով ցույց տվեցին ինձ, թե ոնց եմ Սուրբ Հոգու լեզուներով աղոթում եւ ասում են սա ինչ է, պարզապես աղոթք է։ Գիտեք, նրանք ցույց չեն տալի, ասենք թե միասեռները, որ շատ անում են, նրանք ցույց չեն տալի մյուսին աղոթքն են ցույց տալի, թե ինչ է, եւ մի իհարկե սկսել է դա մի քանայից, մի երիտասարդ չկայացած կանայից, որը իր բլոգի համար պարզապես գրում է, որ դիտում հավարի, անգամ որ մտնեք նրա էջը կտեսնեք 90 մարդանայի, 90 մարդ, 60, 80, հենց իմ էջը դրել է միանգամից 90 հազարների է խփել։ Դե պարզ է, մարդ ինչի է դա ընտրում։ Միշտ էլ տենց է եղել, մարդիկ չեն սիրում մեջ տասել եմ, չէ, մեղույն, սիրում են մեղը, այսինքն օգտվել քեզանից, բայց քեզ չսիրեն, դա մարդու էության մեջ է։ Երբ որ նա դրել էր եւ տարածում եղավ եւ հետո մեր պետական TV-ներով ցույց տվեցին, ես էլ գիտեք սովորական բան էի ցավալ, այնպես չի առաջի օրը չի որ հայ չոր հալածան կրես կամ մի բան, ասեցի, լսի, եթե առաջ ինձ այն անձից էին կապնում, ես լռում էի ներում եմ, բայց ես անգամ Սուրբ Հոգուն եմ կապել։ Ես չեմ լրիվ խոսամ, եւ ես հայտարարություն արեցի, ասեցի, հաջորդ շաբաթ ես հրավիրում Սուրբ Հոգու աղոթում, Սուրբ Հոգու մասին լսելու։ Եւ գիտեք ինչ, ես այդ նույն քանային կապչամ եւ երեք ինչ արես նա Տավուշի մարզից էր, դրա համար Տավուշի մարզից սկսեցի կապել, ինչա։ Ես այդ քանային դրան, թող ինձ Աստվածաշնչով եւ ավետարանով ապացուցի, որ Սուրբ Հոգու լեզուներով աղոթքը դա սխալ է, ես իրեն ապացուցեմ, որ դա ճիշտ է, թող բոլորը տեսնեն ու եզրակացություն կայացնեն։ Անգամ միտեղ կարող է բերի ինքը, որտեղ ինքը կարող է քննադատի։ Եվ այսպիսով մարմնավոր մարդը հոգևոր բաներ չի հասկանում։ Այսօր ես ուզում եմ ձեզ հետ կիսվեմ Սուրբ Հոգու լեզուներից, դա ինչ է, ինչի համար է տրված եւ ոնց է որ մենք լեզուներով խոսում ենք եւ դա չէ, դա Տիրոջ նշանն է։ Իհարկե շատերը կասեն, բայց իհարկե այդ հաղորդումը որ կար չի կարելի տենց աղոթել, իսկ ով ասել, որ մենք դուրս ենք գալի փողոցում կանգնում լեզուներով գոռում ենք։ Իսկ իրանց ով է հրավիրել մեր եկեղեցի կան նկարեն ու մի բան է չստան։ Եկեղեցին մեր տունն է։ Եկեղեցի ներսում մենք կարող ենք անել ինչ ուզում ենք, որովհետև դա մեր տունն է։ Ընդ որում գիտեք ինչ են նկարել պատերազմի ժամանակ, երբ որ մենք թաղում ենք երիտասարդների, պատերազմի ժամանակ գոռալով աղոթք էինք անում, այդ ծառայությունն են նկարել, աղոթքի ծառայությունը եւ ցույց են տալի։ Հետաքրքիր է երիտասարդ քահանան ինչ էր անում պատերազմի ժամանակ։ Ինքը ինչ արել, մի անգամ աղոթքի անգամ չկանչեց մարդուն։ Տեսել եք որ ինչու այդ նույն մարդը ինչքան հայտնի այսօր խոսում է, աղոթքի կանչացել ինչ որ մեկին։ Եվ այսպիսով ես այդ մարդուց չեմ ուզում խոսեմ եւ անունը չեմ ուզում տամ, ճիշտ ասած ես մոռացել եմ նրա անունը, բայց ես այսօր կապացուցեմ ինչ անշամ Սուրբ Հոգու աղոթք հաջորդ կիրակի Երևանում եւ դրանից հետո միշտ արդեն մարդկանց հրավիրում ենք Սուրբ Հոգու լեզուներով աղոթելու։ Եթե ես չեմ մեղադրում այդ տղային եւ չեմ մեղադրում հաղորդավարներին, որ ցույց են տալի TV-ներով, ես պարզապես հասկանում եմ մի բան, եկել է ժամանակը, որ այս ազգը լեզուներով աղոթի։ Ամեն։ Երիկա փրկվենք, եկել է ժամանակը հիմա լեզուներով աղոթի։ Գիտեք, մի հրաշալի կին, որը շատ մեծ ազդեցություն թողեց համաշխարհային արտադրության վրա, որի անունն է Էմի Մակֆերսոն, Լոս Անջելեսում նա սկսեց իր ծառայությունը եւ նրա ծառայությունը այնքան հրաշքներով էր լցված, որ բանտերը դատարկվում էին, բանտակյաններին բերում էին ծառայության եւ հետո այդ բանտ հետ չէին տանում, նրան փոխված էին լինում։
մի քանի ծառայությունից հետո բանտերը նա դատարկում էր։ Երբ որ նրան ասեցին, գիտես, մենք ուզում ենք Լոս Անջելեսում կրիմինալը կանգնի, որպեսզի հանցագործություն չլինի, ոնց անենք, արի քեզ ռադիո տանք, ռադիո հաղորդում հասկացու, այդ ժամանակ թիմիները այդքան հայտնի չէին, չկա նոր ստեղծվում են, բայց ռադիոն այդ ժամանակ շատ հայտնի էր եւ ամեն մեկը լսում էր։ Ասեցին ռադիո հաղորդում տվեք օրական քանի ժամ եւ ես լեզուներով աղոթք կանեմ։ Եվ գիտեք, Լոս Անջելեսի մարդկանց համար այդ ժամանակներում սովորական բան էր գնային սուպերմարկետ կամ շուկա կամ այդտեղ ու ռադիոն միացած էր, որ Էմի Մակֆերսոնը լեզուներով աղոթք անում։ Լեզուներով աղոթք այնքան սովորական բան էր, ինչ որ այսօր, ինչ որ մեկը խոսա, չնայած շատ անգամ որ լսում եք մեր ռադիոյի հաղորդումները խոսում են, ոնց որ նույնպես լեզուներով խոսան։ Թվում է հայերեն ես խոսում, բայց չես հասկանում այդ մարդը ինչից է խոսում տարապես։ Բայց այդ կինը լեզուներով էր խոսում եւ Տիրոջ փառքը տարածվում էր այդ քաղաքի վրա։ Այսպիսով լեզուները սկսվել է ոչ թե Էմի Մակֆերսոնի ժամանակ, որ խոսած Լոս Անջելեսում, անգամ Շաքարյան իր գրքում գրել է, որ մինչև Ասուզա Ստրիթում, որը Լոս Անջելեսում հայտնի է, որ Սուրբ Հոգու շարժը սկսվեց երկրորդ անգամ Գործ Առաքելոցից հետո, որ դա սկսվեց Ամերիկայում, Դեվոն Շաքարյանը գրում է իր գրքում, որ այդ փորձառությունը Հայաստանում ավելի շուտ է եղել, եւ այստեղ աղոթել են լեզուներով եւ մարդիկ մարգարեացել են։ Այսպիսով դա սկսվել է Գործ Առաքելոցում եւ չի վերջացել մինչեւ մեր օրերը։ Սկսում եմ ես խոսել լեզուների մասին, Հովհաննես Ավետարան 16-րդ գլուխ 7-րդ խոսք։ Բայց ես ճշմարտություն եմ ասում ձեզ, սա Հիսուսն է խոսում։ Ասում ձեզ, լավ է ձեզ համար, որ ես գնամ, որտեղ եթե չգնամ, մխիթարիչը չի գա ձեզ մոտ, բայց եթե գնամ, նրան կուղարկեմ ձեզ մոտ։ Եվ այսպիսով այսօր խոսում եմ մխիթարիչի մասին, այսինքն Սուրբ Հոգու մասին է խոսում, որ Սուրբ Հոգին չի գա, եթե ես չգնամ այստեղից։ Այսինքն այն ժամանակ Հիսուս Քրիստոսը միայն 12-ի համար էր կամ ինչ-որ ավելի շատ ժողովրդի համար, եւ նա ծառայում էր նրան, եւ նա չէր կարող որպես մարդ ու Աստված ամեն մեկի մոտ լինել, միլիոնավոր մարդկանց մոտ գնա լիներ այդ ժամանակ, որտեղ նա Երուսաղեմում ծառայում էր։ Նա ասեց, ես կգնամ երկինք, բայց Սուրբ Հոգու զորությունը կուղարկեմ, որ ամեն մեկիդ մեջ կլինի եւ ամեն մեկիդ հետ կլինի։ Եվ ինքը գնաց եւ Սուրբ Հոգին եկավ։ Իհարկե, Հիսուսի գնալը, Սուրբ Հոգին գալը ժամանակ վերցրեց 50 օր։ 50 օր նրանք պարզապես ոչ մի բան չէին զգում, բայց 50-րդ օրը մի բան կատարվեց Աստվածաշնչի մեջ։ Տեսեք, մինչև ինչ որ կատարվեց Աստվածաշնչի մեջ, ես մի տեղ էլ կարդամ Մարկոս Ավետարան 17:17, գրված է այսպես. նրանց են, որ հավատացին, այս նշանները կհետևեն, իմ անունով դևեր կհանեն, նոր լեզուներ կխոսեն։ Տեսեք, Աստծո խոսքը ինչ ասում, նոր լեզուներ կխոսեն, իմ անունով ովքեր հավատացին։ Հիմա մենք հավատացել ենք Աստծուն։ Գիտեք ինչ որ եկեղեցի, եթե չգիտեմ, ինչ որ մի եկեղեցի դի քննադատի լեզուները, ասի լեզուները Աստծո չի, լեզուները չկա, ես ուզում եմ մի հատ հաստատ նրանց հովվին, քանի հավատացյալ է տեսել իր եկեղեցում։ Նա կասի շատ հավատացյալն է, իսկ քանի հոգին են լեզուներով խոսում։ Նա կլրի, ուրեմն կամ էստեղ նա սխալ կամ իրանք են սխալ։ Եկեք եզրակացություն անենք, կամ ավետարանն է սխալ ասում, կամ իրանց մոտ մի բան այն չի։ Որովհետև Աստծո խոսքի մեջ գրված է, ինձ հավատացողը լեզուներ կխոսա։ Մի հոգի, երկու հոգի, իսկ եթե ոչ մեկը չկա լեզուներ խոսացողներ, ես կուզեմ նույնպես հարց տալ այդ մարդուն, ասենք թե ինչ որ ազնվորության, որ խոսում է մեր դեմ ինչ որ բան, սիրելի եղբայր, քանի հավատացյալ ես տեսել քո կյանքում։ Նա կասի շատ, մեր հավատացյալները շատ են, քանիստ են նրանցից լեզուներ խոսացողները։ Նա կասի դե կան մարդիկ, որ անգլերեն են խոսում, կա մարդ գերմաներեն է խոսում, հիմա դրան էլ կասնեմ շուտով, լավ խնդիր չկա, ձեր Աստծո թողնի անգլերեն եւ գերմաներեն, իսկ ձեր եկեղեցում քանի հոգի են, որ ընդհանրապես հայերենից բացի ոչ մի լեզու չեն խոսում։ Միթե աշխարհիկները հայերեն չեն խոսում, անգլերեն, ռուսերեն չեն խոսում, խոսում են։ Իսկ ուր այս լեզուները, միթե այստեղը սխալ է, նրանց էր, որ հավատացին, այս նշանները կետեն իմ անունով դևեր կանեն եւ նոր լեզուներով կխոսեն։ Եղավ, եկեք շարունակենք, մենք տեսնում ենք Սուրբ Հոգու թափումը, որ գալիս է Գործ Առաքելոցում։ Ես ավետարանից դուրս չեմ գալ, կարդում եմ այսօր միայն ավետարանը։ Գործ Առաքելոց 2-րդ գլուխ առաջի խոսքից մինչև 6-րդ խոսքը։ Եվ երբ Պենտեկոստե օրը լրացան, ամենքը միաբան մեկտեղ էին։ Եվ հանկարծակի երկինքից մի հնչյուն եղավ, սաստիկ, փողու փչող քամու պես, եւ լսեց բոլորի տունը, ուր նստած են։ Եվ երևացավ նրանց բաժանված լեզուներ, ինչպես կրակից, եւ նրանց ամեն մեկի վրա եկավ։
Եվ ամենքը Սուրբ Հոգով լցվեցան։ Եվ սկսեցին ուրիշ լեզուներով խոսել, ինչպես որ Հոգին նրանց խոսել էր տալիս։ Եվ Երուսաղեմում բնակված էին հրեաներ, աստվածավախ մարդիկ, երկնքի տակ ամեն ազգերից, եւ երբ այն ձայնը եկավ, բազմությունը եկավ մեկտեղ եւ կիտվեցավ, որովհետեւ ամեն մեկը լսում էր նրանց, որ իրանց լեզվով խոսում էին։ Հիմա սիրելիներս, մենք տեսնում ենք, որ լեզուները խոսացողները նույնպես ուրիշ ազգերի լեզուներով խոսում էին։ Մեծ մոտ եկել է մեկ անգամ մի հատ ծառայող, որոնց ես անձամբ ճանաչում եմ, գիտեք նա հայերեն չի եւ հանկարծ Սուրբ Հոգով հայերեն սկսեց խոսել։ Ես տեսել մարդիկ, որ անգլերեն են խոսացել, տարբեր լեզուներով խոսացել են, բայց նույնպես կա անբարբար հառաչանքներ։ Նախ որ մարդիկ ասում են, դե պետք է կամաց աղոթեն, որ աշխարհիկները չլսեն կամ գիտեք այստեղ ինչ կատարվեցավ, մինչև որ նրանք դուրս գնացին, դուրս սկսեցին քարոզել, այնքան բարձր էին աղոթում։ Բոլոր ժողովուրդը հավաքել էր վերնատան մոտ, ասել ես ինչ կատարում, ես ինչ լեզուներով են խոսում նրանք, ես ինչ լեզուներով են աղոթում։ Սա եկեղեցական շարժի սկիզբն էր։ Հռոմեացիս 8:26 խոսք։ Այսպես էլ Հոգին օգնում է մեր տկարություններին, որովհետև թե ինչ բանի համար պիտի աղոթք անենք, ինչպես արժան է, չգիտենք, բայց ինքը Հոգին անբարբար հառաչանքներով բարեխոս է լինում մեզ համար։ Գիտեք անբարբար հառաչանքը որն է։ Պարզապես անբարբար, որ չկա բառ։ Անբարբար հառաչանքը ինչու է սա պետք։ Ես ես կբացատրեմ ինչու է սա պետք։ Օրինակ ես կարող եմ աղոթել, օսիկ լա բարակա, ինչ որ խոսքեր ասեմ, բայց դուք չեք հասկանա։ Բայց որտեղ ես ասում եմ խոսում լեզուներով։ Ասեմ ձեզ իրենց լեզուները կոդավորված են Աստծո կողմից։ Որ սատանան չհասկանա։ Խոսքը ասում է մեկ տկարության ժամանակ։ Դու գիտեք որ ձեր ներսում տկարություն կա։ Բայց ոչ դու գիտես, ոչ մեկը չգիտի, բայց վաղը մյուս օր դա բացահայտվելու է։ Եթե սատանան իմանա տկարությունը, որ քո ներսում կա, դրանով կհարվածի քեզ։ Բայց Սուրբ Հոգին, քանի որ բնակվում է քո ներսում, լավ գիտի, եւ անբարբար հառաչանքներով քեզ համար բարեխոս անում եւ երկնքում հենց նա լսում է, Աստված ասում է, «Տակ հրեշտակները գնացեք օգնեք, որտեղ դա տկարություն ունի շուտով սես մի բան անելու»։ Լեզուներով աղոթքը շատ ուժեղ է։ Հիմա տեսեք, գնում ենք Դանիելի գիրքը, Դանիել 5-րդ գլուխ 25-րդ խոսք ասում է, մինչև 28-ը։ Հիշում եք այն հրաշալի պատմությունը Դանիել գրքից, որ թագավորը նստած քեֆ էր անում, հանկարծ մի հատ ձեռք դուրս եկավ ու պատին սկսեց գրել։ Ինչ ասում։ Եվ այսյան նկարված գրված է մանե թեկերն ու փարսեն։ Շատ նման է, չէ՞ Սուրբ Հոգու աղոթքին։ Մանե թեկերն ու փարսեն, մանե թեկերն ու փարսեն, մանե թեկերն ու փարսեն։ Մտածում ինչ է, մանե թեկերն ու փարսեն։ Իմիջիալոց մի բառ ասում այստեղ, մանե թեկերն ու փարսեն։ Այսինքն 3 բառ, մի բառ չի, 3 բառ ասում, մանե թեկերն ու փարսեն։ Գիտեք ինչ, ով կարող է մտածի, որ սա մեծ նախադասություններ է։ Եվ Դանիելը, որ գալիս է թարգմանելու, գիտեք ինչ ասում, այս է խոսքի մեկնությունը, մանե Աստված համարել է քո թագավորությունը եւ նրա վերջանալը։ Դու պատկերացնում եք, Սուրբ Հոգով եթե մի բառ ասում եք, ինչ է նշանակում։ Աստված համարել է մի բառ, այս է խոսքի մեկնությունը, Աստված համարել է քո թագավորությունը նրա վերջանալը։ Թեկը կշռվեցավ, կշիրկով պակաս գտնվեցավ։ Փարես բաժանվեցավ քո թագավորությունը, տրվեց մարած եւ պարսած։ Տեսեք, սիրելիներս, 3 բառ ասում, բայց կես A4 ֆորմատի վրա ինչ որ բան է գրված։ Հիմա դուք պատկերացնում եք, երբ որ դուք կես ժամ կամ 20 րոպե կամ 1 ժամ աղոթք եք անում, ինչ գիրք եք ուղարկում երկինք։ Մի մեծ գիրք եք ուղարկում երկինք։ Հրաշալի է Սուրբ Հոգով մկրտված լինելը։ Գիտեք, եւ ինչու այսօր շատ ուժեղացում են Սուրբ Հոգով մկրտված եկեղեցիները, այսօր եթե մեկ ասի տեսեք ես ինչ անում, մեր ձեռոցածով զարմացածություն տա, շատ կներեք աշխարհում 800 միլիոն մարդ աղոթում է Սուրբ Հոգով։ Դա գիտեք ինչ է նշանակում, որ աշխարհի ամեն 7-րդը լեզուներով աղոթող է։ Հայաստանում 100,000-ը անցել է թիվը լեզուներով աղոթողների։ Դա նշանակում է, որ Հայաստանում ամեն 20-30-րդը լեզուներով աղոթող։ Կաթոլիկ եկեղեցում մեծ շարժ կա կոչվում կաթոլիկ խարիզմատներ եւ դրանք նորմալ են ընդունում, ով որ մկրտված է Սուրբ Հոգով եւ լեզուներով խոսում է։ 100,000-ներ են լեզուներով խոսացողները։ Եվ այսօր Սուրբ Հոգու պարգևը գործում է լեզուների միջոցով։
Ինչու այսօր սերիներս դեպեր քշելը, հիվանդների բժշկվելը կամ մյուսը մեծ մասամբ կատարում է լեզուներով աղոթող եկեղեցիներում։ Շարունակում եմ։ Եսայի մարգարեություն 28-րդ գլուխ 11 խոսք։ Իրավ թոթովախոս շուրթերով եւ օտար լեզվով պիտի խոսե նա այս ժողովրդից։ Գիտեք թոթովախոս լեզուն որն է։ Ընդհանրապես թոթովախոսը երեխեքին են ասում, երբ որ երեխեքը սկսում են որ նոր խոսալ, որ ասես ոնց է խոսում, ասում են թոթովախոս է խոսում, չէ՞, ոնց է խոսում երեխը, բա, այդ թոթովախոսը։ Եվ Աստված ասում է թոթովախոս լեզվով պետք է խոսեմ այս ժողովրդի հետ։ Եվ գիտեք ինչ շատերը չեն ընդունում, որովհետև Աստված լուրջ խոսում է չեն ընդունում, բայց Աստված որ շատ թոթովախոս խոսա։ Եվ այսպիսով, առաջին Կորինթացիս 13:1 Պողոս Առաքյալն ասում, գիտեք, հիմա վերցնում են Պողոս Առաքյալին։ Այսօր շատ են օրինակ բերելու Պողոս Առաքյալին։ Ինչ եք կարծում, Պողոս Առաքյալը ավելի մեծ է, քան ամենամեծ քահանան այստեղ։ Պողոս Առաքյալը Հռոմի պապից մեծ է, որովհետև Հռոմի պապը այսօր խոսում է ինչ-որ ասել է Պողոս Առաքյալը։ Ինքն է նստած է Պետրոսի տաճարում։ Այսինքն Պետրոսը Պողոս ավելի մեծ է, որովհետև նստած է Պետրոսի տաճարում եւ սովորացնում ինչ ասել Պողոսը։ Ուրեմն ավելի մեծ է։ Առաջին Կորինթացիս 13 գլուխ առաջին խոսքից. Եթե մարդկանց եւ հրեշտակների լեզուներով խոսեմ, ասենց այդ մարդկանց եւ հրեշտակների։ Հիմա ասես անգլերեն լեզուն, ում լեզուն է, հրեշտակների թե մարդկանց։ Ռուսերեն ում լեզուն է, մարդկանց, ճիշտ է։ Որն է այս ժամանակ հրեշտակների լեզուն։ Այո։ Հրեշտակների լեզուն օտար լեզուներն են, որ մենք ստանում ենք Սուրբ Հոգու մկրտության ժամանակ։ Որ հարկասու այսօր TV-ով ցույց են տալի, ես սպասում դրվկացան, որ մենք ազատագրվել է դրանց։ Եվ այսպիսով գրած է, եթե մարդկանց եւ հրեշտակների լեզուներով խոսան, բայց սեր չունենամ, ես եւ ձայն հանող պղից կամ հնչեցող ծնծղան։ Իհարկե Պողոս Առաքյալը այստեղ շեշտադրում է անում, որ պարգևները չի, որ եկեղեցին պահում են միայն, այլ մենք պետք է սեր ունենան, բայց տեսեք Կորինթացիների եկեղեցում խոսում է լեզուների մասին, եթե հրեշտակների լեզուներով խոսեն, որովհետև այդ ժամանակ մի ծայրեղություն կար, որ եթե այս լեզուներով խոսալն են վերջ, այնից ոչ մի բան պետք չէ, բայց Պողոս Առաքյալը ասում, ոչ դուք սեր է պետք է ունենաք։ Եվ այսպիսով, սա կոչվում արդեն հրեշտակների լեզու։ Գործք առաքելոցի 2:16-ում, մինչև 17։ Գործքի 2-րդ գլուխ 16-րդ խոսքից։ Այս սա հովել մարգարեի ձեռով ասվածն է, եւ կլինի հետին օրերում, ասում է Աստված, որ իմ հոգուցը կթափեմ ամեն մարմնի վրա, եւ ձեր որդիները եւ ձեր աղջիկները կմարգարեանան, եւ ձեր երիտասարդները տեսիքներ կտեսնեն, եւ ձեր ծերերը երազներ կտեսնեն։ Խոսք ասում է հետին օրերում, ինչ եմ ես անելու, իմ հոգուցը կթափեմ ամեն մարմնի վրա։ Դա նշանակում է ոչ թե հատուկ ընտրյալները կամ յուրահատուկ մարդիկ են Սուրբ Հոգով մկրտված լինելու, այլ ամեն մարմին, որ մոտենա Քրիստոսին, լցված է լինելու Սուրբ Հոգով։ Լցված է լինելու զորությունով։ Եվ այսպիսով սերնես, ավելի մոտիկ անում ենք շատ խորացնանք մի քիչ Պողոս Առաքյալի ուսմունքները։ Հովհաննես ավետարանում 14-17-ից հետո խոսենք Պողոսի մասին։ Գրված է այսպես. Ճշմարտության հոգին, Սուրբ Հոգուն Հիսուսը կոչում է այսպես, ճշմարտության հոգին, որ այս աշխարհը կարող չի ընդունել, ոչ էլ տեսնում է նրան, եւ ոչ, եւ էլ չի ճանաչում նրան, բայց դուք նրան ճանաչեցիք, որտեղ ձեզ մոտ է մնում, ձեզ հետ կլինի։ Աշխարհը ընդհանրապես հոգևոր բաներ չի ասում։ Եվ ասում է աշխարհը նրան չընդունեց եւ չճանաչեց։ Ինչու այսօր Սուրբ Հոգու լեզուները կողոչում են եւ մեկը ծիծաղի ու ցավի։ Նրանք սկի Հիսուսին չեն ընդունում, ինչ մնաց ընդունել լեզուները։ Գիտեք այսօր ամենամեծ խնդիրը մարդկանց մոտ գիտեք որն է, եթե մի բանից չեն հասկանում, ուրեմն դա սխալ է։ Գիտեք այսօր աշխարհում ինչքան բան կա, որից չենք հասկանում, բայց դա չի նշանակում, որ դա սխալ է։ Միգուցե մենք տեղյակ չենք։
Այսօր մենք պետք է Սուրբ Հոգու մասին լավ սովորացնենք մարդկանց, որովհետև չկա Աստծու հետ ավելի մոտիկ փոխհարաբերություն, քան Սուրբ Հոգու միջոցով։ Ամեն։ Ու եթե այսօր ասենք ընդունենք Հիսուսին, մենք պետք է հավատացյալ ազգ լինենք, մենք պետք է քրիստոնյա լինենք, ինչքան ուզում եք ասեք քրիստոնյա լինենք, միևնույնն է, հնարավոր չի ոչ մի բան անել, եթե Աստծու հետ փոխհարաբերություն չունենալ, հնարավոր չի փոխհարաբերություն ունենալ առանց Սուրբ Հոգու։ Եվ այսպիսով այսօր հասնում ենք մի հրաշալի տեղի, առաջի Կորինթացիս 14-րդ գլուխը ամբողջությամբ խոսում է Սուրբ Հոգու լեզուների մասին։ Մի գլուխ։ Իմիջիայլոց եթե մի մարդ ձեզ ասի, այդ լեզուները խոսալը միայն առաքյալներին էր վերաբերում 12 առաքյալներին, ես այստեղ Պողոսը շատ կասի, ես խոսում եմ ձեզանից շատ լեզուներով, ձեզ մի բան ասեմ, Պողոսը այդ 12-ի մեջ չէր։ Լավ կասեն Պողոսն էր, բայց գիտեք Պողոսը ում է գրում Կորինթացիներին, որը ընդհանրապես հրեա ժողովուրդը չէին։ Տեսեք, սկսվում առաջի խոսքից, սերին հետևեցեք եւ հոգեվոր պարգևներին նախանձավոր եղեք մանավանդ որ մարգարեանակ։ Սկսեմ մի քիչ պատմությունից Կորինթացիների մեջ Կորինթացիներին մի քիչ հանդիմանելու լեզուներով խոսալու մասին եւ չի ասելու չխոսակ։ Նա ասում է, գիտեք, երբ որ իրար հետ հավաքվում եք, մեկը սաղմոս ունի, մենք կարդանք այդ տեղը, մեկը խոսք ունեք, անենց արեք, որ իրար հասկանան։ Կորինթացիների եկեղեցին հասել էր այնպիսի ծայրահեղությանը, որ մարդիկ երբ որ ծառայության էին գալի, ներեցեք, ծառայության ժամանակ դուրս էր գալի քարոզիչը ու սկսում էր ասել «Օսիպ, լաբա, ռոդոս, ալա, դորոշ», եւ մարդիկ նստած ուզում են մի բան մտածել, նրանք էլ պատասխանում են այդպես, եւ Պողոս առաքյալը ասում այդպես չպիտի ծառայել, չէ՞ որ հիմա մեզ փոխանցվել է հրաշալի մի մշակույթ, երբ որ մենք գալիս ենք եկեղեցի, լսում ենք քարոզ, ուսմունք, հայտնություն, երկրպագություն, փառաբանություն, բայց այդ ժամանակ քանի որ մարդիկ տգետ էին, նոր Քրիստոսը գնացել էր, Սուրբ Հոգին թափվել էր եւ Հիսուսից հետո էլ չգիտեն ինչ պետք է խոսեն, խոսքներ չկար, եթե հիմա մենք ավետարաններ ունենք։ Չէ՞ որ այդ ժամանակ կազմվում էր ավետարանը դուր։ Եվ իրանք ասեն Սուրբ Հոգով, մարդիկ հավաքվում են, պարզապես մեկը լեզուներ խոսում են, որը լսում է, դեռ իրար լեզուներ խոսում են, մտածում են եկեղեցին այդպես է։ Եվ այստեղ Պողոս առաքյալը բերում է կարգոկանոն, թե ոնց պետք է լինի եկեղեցի ծառայությունը։ Եվ այսպիսով, երկրորդ խոսք, որտեղ լեզու խոսողը մարդկանց հետ չի խոսում, այլ Աստծո հետ, որտեղ ոչ ով չի լսում, բայց հոգով խորհուրդներ է խոսում։ Հիմա լեզվով խոսածողը ում հետ է խոսում։ Ոչ թե մարդկանց հետ։ Ինչու են այսօր մարդիկ ուզում հասկանալ ինչ ենք խոսում լեզվով, եթե մենք Աստծո հետ ենք խոսում։ Հիշում եք ես որ ասեցի դա կոդավորված լեզուներ է։ Որ միայն Աստված հասկանում, Սատանան չի հասկանում, ինչպես մանե թեկեղն ու փարսեն չհասկացավ, այդպես էլ այս լեզուները չի հասկանում, երբ որ մենք լեզուներով աղոթք ենք անում։ Որտեղ լեզուներով խոսածողը մարդկանց հետ չի խոսում, այլ Աստծո հետ է խոսում։ Լավ հիմա սիրելիներս, եթե ես Աստծո հետ խոսում եմ լեզուներով, ես մկրտված եմ Սուրբ Հոգով, մարդը ինչի է ուզում խցկվի իմ ու Աստծո մեջտեղը ու հասկանա ինչ եմ խոսում եւ ասի խնդրում եմ այդպես մի աղոթեք, այդպես մի խոսեք, որտեղ ես չեմ հասկանում, այնպես աղոթի, որ ես հասկանամ։ Իսկ ինձ պետք է իմ աղոթքը մարդը հասկանա։ Գիտեք, դա միայն փարիսեցիները կարող աղոթեն, ասես գեղեցիկ կանգնեն եւ մենակ ինձ աղոթ կանեն, Տեր, մենք գոհանում ենք քեզանից, որ սենց լսի, բա Աստծո հետ ինչ ես խոսում, դու խոսացի ինչ որ մարդ ուզում ես, մարդը լսի։ Իհարկե մենք հայերեն ենք, որ քարոզը աղոթք ենք անում, գողության աղոթք ենք գրում, մեր լեզվով քուրիկ այսօր աղոթք էր անում, իր լեզվով երեխաներին օրհնում էր։ Որպեսզի երկուսը երեքը միաբանվեն, հավատան ու ասեն ամեն, թող օրհնված են երեխաները։ Բայց երբ որ տունը մենակով կանգնած ես, դու պետք է Աստծո հետ խոսաս։ Մենք աղոթում ենք հայերեն նույնպես, բայց նույնպես լեզուները բարեխոս է լինում մեզ համար անբարբար հառաչանքներով։ Ինչու այսօր մարդկանց դուրը չի գալի, ես ես ասեմ դա սատանայից է, որովհետև սատանան չի կարողանում հասկանա ամեն բան անում է, որ մեր անձնական կյանքը նենց պատենք, որ ինքն էլ իմանա, որ հարվածի դրանով մեզ։ Իսկ լեզուները նա չի հասկանում, որովհետև լեզուները խոսացողը մարդկանց հետ չի խոսում, ասում Աստծո խոսքը։ Ու եթե մարդը դա չի հասկանում, ես ես այսօր կասեմ Ստեփանավանի ժողովուրդ, դա նորմալ է։ Այսօր մարդը ոչ թե մենակ լեզուն չի հասկանում, Աստծո մարդը շատ բան չի հասկանում։
Ես ինքս ծառայող լինելով շատ բան չեմ հասկանում։ Մենք կարգավես ասում արս է Իտալիասի, Աստված որ գամ երկինք այնքան հարց ունեմ քեզ, Աստված ինձ ասեց որ գազ երկինք էլ հարց չես որովհետև այս աշխարհը բաղկացած է հարցերից, երկինքը բաղկացած է պատասխաններից։ Հալելույա։ Այստեղ որ մենք լիքը հարց ունենք։ Եվ այսպիսով, երրորդ խոսքը, իսկ մարգարեոցողը մարդկանց հետ շինություն, մխիթարություն, սփոփություն է խոսում։ Այսինքն այսօր երբ որ ես խոսում եմ, մարգարեական կամ մի բան, շինություն, մխիթարություն, սփոփանք եմ խոսում ձեզ, որովհետև լեզուներով երբ որ ես խոսամ, դուք ոչ մի բան չեք հասկանա, դա Աստված է որ հասկանա, բայց ձեզ ինչ է պետք, այսօր շինություն, մխիթարություն, սփոփություն է պետք, դրա համար պետք է ես ձեզ հասկանալի լեզվով խոսեմ, որ դուք ստանաք այս ամեն ինչը։ Պողոս առաքյալը կարգի հարաբերում ամեն ինչ։ Չորրորդ խոսք, լեզուներով խոսողը իր անձն է շինում, իսկ մարգարեոցողը եկեղեցին է շինում։ Ուրեմն լեզուներով խոսացողը ում է շինում։ Այսինքն եթե ես այսօր գամ լեզուներով խոսամ, գիտեք ինչ, ես քեզ չեմ շինում, հիմա այս քարոզ ժամանակ դու շինություն ես տալու։ Բայց եթե այստեղ ես մի անկյունում փակվեմ, նստեմ ու լեզուներով խոսամ, ում անձն է շինվելու։ Իմ անձը։ Սերես ու դրա համար երբ որ տունը լեզուներով աղոթք ես անում, դու մի մտածի մի հատ Հայաստանում մի հատ մեծ Հայաստանի համար մի հատ մեծ գործ ես անում, հրաշալի գործ ես անում քեզ համար, կփոխես քեզ, կփոխվի երկիրը։ Ու ասես լսի իմ աղոթքով երկիրը փոխվեց, չէ, դու փոխվեցիր։ Դու փոխվես, երկիրն էլ կփոխվի։ Մենք հրճակումով երկրի համար կարող ենք աղոթք անենք, բայց երբ որ լեզուներով աղոթք ենք անում, լեզվով խոսողը իր անձն է շինում։ Իսկ մարգարեոցողը եկեղեցին է շինում։ Հինգերորդ խոսք, ես կամենում եմ, որ դուք ամենքդ լեզուներով խոսաք։ Հիմա էլի եմ հարցնել, ով ավելի մեծ, Հռոմի Պապը թե Պողոս առաքյալը։ Պողոս առաքյալը եթե կամենում է, որ բոլոր լեզուներով խոսան, ոչ կարող մի հատ փոքր կանա քննադատի լեզուներով խոսել։ Որը կանչված է Պողոս առաքյալի խոսքը տանելու համար։ Եվ Պողոս առաքյալը ասում է, որ ես կամենում եմ, որ բոլոր լեզուներով խոսեք։ Լսեք, սա գրված է առաջին Կորինթացիների մեջ, ես ոչ բան չեմ հնարել։ Տեսեք, ես կամենում եմ, որ դուք ամենը լեզուներով խոսեք, բայց մանավանդ որ մարգարեանաք։ Հիմա այնտեղ որ մարդիկ ասում են, դա այդ լեզուներով խոսալը միայն առաքյալներն էր վերաբերում, այստեղը ու իրանց ասածը իրար սազում է։ Եթե մենակ առաքյալներն էր վերաբերում, Պողոս առաքյալը ինչի է Կորինթացիների հեթանոսական երկիր, հեթանոսական քաղաքում ասում կամենում եմ, որ բոլորը լեզուներով խոսակ։ Հələ մի հատ էլ ավել, որ մարգարեանաք։ Որտեղ ավելի մեծ է մարգարեացող, քան լեզուներով խոսողը, միայն թե թարգմանե եկեղեցու շինության համար։ Անգամ եթե լեզուներով որ խոսում եք, ասում թող թարգմանվի եկեղեցու շինության համար։ Դուք գիտեք, որ դուք թարգմանություն նույնպես տանում եք։ Եղել է ժամանակ, որ դուք լեզուներով խոսացել եք ու հանկարծ մի հատ միտք կա ծագել ձեզ մոտ, մի հատ նոր հայտնություն եք ստացել, ու մոտ եղել է բանը։ Դուք գիտեք, ոչ հայր է տասորացել, ոչ մայր է տասորացել, ոչ տատիկը, ոչ հարևանը, գիտեք դա ինչ է, թարգմանություն է ստացել։ Պարզապես մենք չենք հասկանում, որ թարգմանություն ենք մենք ստանում։ Այնպես որ Սուրբ Հոգու զորությունը առատապես գործում է սիրելի եկեղեցի ձեր հետ։ Վեցերորդ խոսք, բայց հիմա եղբայր, եթե ձեզ մոտ գա և լեզուներով խոսեմ, ինչ օգուտ կտամ ձեզ, եթե չխոսեմ ձեզ հետ, կամ հայտնությունով, կամ գիտությունով, կամ մարգարեությունով, կամ էլ վարդապետությունով, այսօր ինչ ենք մենք անում, մենք ծառայությունը սկսվածով, մենք խոսում ենք վարդապետություն, փառաբանություն, երկրպագություն, Պողոս առաքյալը դուք տեսնում եք այստեղ կարգի հարաբերում եկեղեցին, որ երբ որ գալիս եք իրար հետ հավաքվելու, վարդապետություն խոսացեք, երկրպագություն ունեցեք, հայտնություն բերեք իրար, լեզուներով խոսալը դուք ձեր անձն եք շինում, նա չի արգելում, նա ասում է խոսացեք, բայց որ հավաքվում եք իրար հետ, պարզապես շինություն բերեք իրար։ Շարունակում եմ 9-րդ խոսք, մի քիչ տոնենք։ Այսպես էլ դուք եթե լեզուներով բան հայտնի չասեք, այն խոսածը ինչպես կիմացվի, որովհետև իբր թե օդի մեջ խոսացողներ կլինեն։ Հիմա սիրելիներս, ես ձեզ մի հարց տամ, եթե շատերը ես լսել եմ մի վարդապետ ասում էր, մենք էլ լեզուներով խոսում ենք, անգլերեն, ֆրանսերեն կամ բան, բայց Պողոսը ասում է, եթե դուք լեզուներով
բան հայտնի չասեք, այն խոսքը ինչպես կիմացվի, իբր թե օդի մեջ խոսացողներ կլինեն։ Եթե ես այսօր ռուսերեն խոսեմ, այստեղ գոնե 99% կասկան։ Նորից մենք տեսնենք Պողոս Արաքյանը մի հատ ուրիշ լեզուներ նկատի ունի։ 13-րդ խոսքը վասնզի, վասնորյա, լեզվով խոսողը թող աղոտ կաներ, որ թարգմանի էր։ Սա մեզնից է կախված։ Ուրեմն ուշադրություն դարձրեք, բացի սա, մի բան կասեմ, լեզուներով աղոթելը ուրիշ է, խոսել ուրիշ է։ Ու դա կարող է միայն նկատած լինի այն մարդը, որ ունի 40 րոպեանոց 1 ժամանոց աղոթք լեզուներով։ Երբ որ անբարբար հառաչանքները վերջանում դու սկսում ես մի հատ պարզապես լեզուներով խոսած, հենց ու խոսում ես, ուրեմն մասի մարգարեական բանագալի, աղոթի Տերը թարգմանություն տա։ 14-րդ խոսքը։ Վասնի, եթե ես աղոթք կանեմ օտար լեզվով, իմ հոգին աղոթք է անում, բայց միտքս անպտուղ է մնում։ Հիմա այստեղ թեթողից բացատրել, սա ինչ է։ Գիտեք, եթե ես անգլերեն հիմա խոսեմ, ինչ է կարծում, միտքս անպտուղ ալնելու։ Եթե ես ռուսերեն հիմա խոսեմ, միտքս անպտուղ ալնելու։ Այս ինչի մասին է Պողոս Արաքյալը խոսում։ Վասնի, եթե ես աղոթք կանեմ օտար լեզվով, իմ հոգին է աղոթք կանում, ոչ թե միտքս, միացած հարցամ, հայերեն լեզուն մտքից է գալ թե հոգուց։ Ռուսերեն լեզուն մտքից է գալ թե հոգուց։ Լսեք, բայց այստեղ Աստծո խոսքը գիտեք ինչ ասում, վասնի, եթե ես աղոթք կանեմ օտար լեզվով, իմ հոգին աղոթք է անում, բայց միտքս անպտուղ է։ Ուրեմն, ինչ է, աղոթք կանեմ հոգով, աղոթք կանեմ մտքով, Սաղմոս ասեմ հոգով, Սաղմոս ասեմ մտքով։ Սերես, դրա համար Պողոս Արաքյալը մեզ հուշացնում է, որ երբ որ աղոթք ենք անում հոգով, միտքը անպտուղ է մնում։ Ընդհանրապես դուք նկատած կլինեք, հոգով աղոթքի ժամանակ ինչ հիմար մտքեր կարող են գան, անկապ մտքեր, ունայն մտքեր, ինչ մտքեր կարող են գան, որտեղ անպտուղ է։ Իսկ մենք ինչ ենք անում, աղոթքի ժամանակ մտքով ենք աղոթք անում։ Ուրեմն երբ որ աղոթք ես անում, մեկ չի, մի բան ուսի Աստծուց։ Մտքով սկսի մի բան երազել։ Հանկարծ դա հավատքի կվերածվի ու կկատարվի։ Ուրեմն ըստ Պողոս Արաքյալի աղոթք կարա հոգով եւ գիտեք ինչ, աղոթք կարա մտքով նույնպես։ Փառք Հիսուսին։ Մենք գիտեք ավելի հաստատվում ենք Սուրբ Հոգու լեզուների մեջ։ Շատերը հարց են տալիս, իսկ Հիսուսը խոսում էր լեզուներով։ Գիտեք ինչ, ոչ միտեղ գրված չի որ նա չէր խոսում լեզուներով։ Բայց մի բան գիտեմ, Գեթսեմանի պարտեզի աղոթքի ժամանակ, որ մազամնոտները պայթեցին եւ արուն եկան, հնարավոր չէ քո լեզվով աղոթելով, դա միայն Սուրբ Հոգով աղոթքի ժամանակ կարող է այդպիսի բան լինի, ջերմերատ աղոթքը։ Եվ այսօր 18-րդ խոսքը իմ դուրս շատ է գալիս։ Գիտեք, նորից կրկնում Պողոս Արաքյալը առաքյալների մեջ չէր, ընդհանրապես գիտեք, որ Պողոս Արաքյալը վերնատանը չէր Սուրբ Հոգով մկրտվելուց։ Ասեմ արվելին, Պողոս Արաքյալը վերնատանը, երբ որ աշակերտները Սուրբ Հոգով մկրտվում են, նա պատրաստում էր, թե ոնց սպանի առաքյալներին։ Եվ դրա անունը ընդհանրապես Պողոս չէր, այ Սողոս էր։ Հետո նա դարավ։ Այսինքն 12 առաքյալից այն կողմ էր, եւ Կորինթացիներին արագում։ Գոհանում եմ Աստվածը 18-րդ խոսքը։ Գոհանում եմ Աստվածանից, որ ձեզանից ամենից ավելի լեզուներով խոսում եմ։ Պողոս Արաքյալը լեզուներով խոսում էր։ Հալելույա։ Գոհանում եմ գոհանում եմ Աստվածանից, որ ավելի շատ եմ լեզուներով խոսում։ Մենք հաստատվում ենք 19-րդ խոսք։ Բայց եկեղեցու մեջ ավելի կամենում եմ, որ 5 խոսք իմ մտքով խոսեմ, որ ուրիշներն էլ բան սովորեցնեմ, քան թե բյուրավոր խոսքեր լեզուներով։ Ուրեմն սերներ, այսօր եկեղեցու ներսում ես ավելի կամենում եմ ձեզ հետ հայերեն խոսեմ, որ բան հասկանաք, քան կամ բյուրավոր խոսքեր ասեմ լեզուներով։ Ինչ օգուտ, եթե դու գնացում ես ասել, եկեղեցու ինչ հասկացան, ասել չի, մի հատ մարդ էր եկել, ինչ որ բաներ խոսած, ոչ անբարբար հառաչանքներով կամ թոթոմախոս խոսած ու գնաց, ոչ մի բան չհասկացան, ինչ օգուտ։
Բայց եթե գնաս, դու շինության ստացած պետք է գնաս։ Մի քանի տեղ պիտի իմանաք։ Օրենքում գրված է 21-րդ խոսք, օրենքում գրված է, թե օտար լեզուներով եւ օտար շրթունքներով խոսում այդ ժողովրդի հետ, բայց եւ այնպես ինձ ականջ չեն դնի, ասում է Տերը։ Գիտեք Աստված ինչ է ասում։ Աստված գիտությունով խոսած է, աշխարհը իրան բանտեղ չդրեց։ Աստված խոսած իմաստությունով, զորությունով եւ հրաշքով, բայց աշխարհը նորից բանտեղ չի դնում։ Վերջերս Աստված ստեղծեց մարդուն եւ հետո մարդը բանտեղ չդրեց։ Եվ ասած ասում է, գիտեք հիմա այն լեզուներով խոսում նրանց հետ, որ չհասկանա։ Ու հասկանա միայն այն մարդը, որը Աստծո հետ ուզում է փոխհարաբերվի։ Ես հիմա ընտանիք գիրքը նորից գրում եմ, մի հատ ուրիշ գիրք եմ գրում ընտանիքի մասին, իհարկե հինը կա, բայց նորն եմ գրում։ Գիտեք, մի հատ այսօր հովներ հետ կիսվում էի, շեշտադրում եմ այնտեղ անում, որ Աստված, երբ որ մարդու հակառակ դուրս եկավ, խառնեց լեզուները Բաբելոնում։ Գիտեք, Աստված չկպավ ոչ ճաշեպելու ունակությանը, ոչ արեստին, ոչ արվեստին, քարերով Բաբելոնի աշտարակ էին սարքում, ոչ էլ արեստավորներին կպավ, որ արեստավորները մոռանան արեստը։ Գիտեք ինչին կպավ փոխհարաբերությանը։ Ես գրում եմ այսօր ընտանիքի մասին, որ երբ որ մենք Աստծուց հակառակ ենք գնում, փոխհարաբերությունները քանդում են այսօր, ամուսինները իրար փոխ պարկած լինեն անկողնու մեջ, իրանց ինտերնետի մեջ, հեռախոսների մեջ, մեկը ուրիշ աշխարհում է, մեկը ուրիշ աշխարհում է, միթե սա Բաբելոն չէ։ Միթե փոխհարաբերությունների գորուշ չի այսօր։ Ամենաուժեղ բանը, որ կորավ, ամենամեծ բանը դա փոխհարաբերություններն էր։ Աստված դեք ինչ ասում լեզուներով խոսալու։ Ով ուզում է այդ արդեն փոխհարաբերվի, արդեն կձգտի այդ ժամանակ կմկրտեմ կփոխհարաբերվի։ Ոչ թե արի հայերեն սովորի, արի հայերեն հայերեն խոսա, ոչ, ինքը իր լեզվով խոսում։ Եվ ասում աշխարհը չընդունեց սա։ Մարդիկ ասում են աղոթում եք հայերեն աղոթել։ Ուզում ես ասել դու ես աղոթքի չեմ որ նա խոսես հայերեն աղոթում։ Եթե դու հավատում ես որ աղոթքը դա Աստծո զորությունն է իրականում, Տիրոջ զորությունն աղոթքը, ինչի դուք չեք մտածում, որ ընդհանրապես պետք է Աստծո հետ փոխհարաբերվել։ Ես ես ասեմ, աղոթքը նախ եւ առաջ փոխհարաբերություն Աստծո հետ։ Հետո նոր, գիտեք ինչ որ բառեր։ Եվ այստեղ գրված է, օրենքում գրված է, լեզուներով, օտար շրթունքներով խոսեմ նրանց հետ։ Դրա համար սիրելիներս, առաջինը պետք է մենք Տիրոջը հանդիպում նրանք Տիրոջ հետ։ 22 խոսք, ուրեմն լեզուները նշանի համար են, ոչ թե հավատացյալների, այլ անհավատների, բայց մարգարեությունը թե անհավատների համար է։ Սա ներեցեք, բայց մարգարեությունը ոչ թե անհավատների համար է, այլ հավատացյալների։ Կան մարդիկ հիմա կասեն, չէ, բայց չէ լեզուները խոսում շատերը գայթակղվում են։ Լսեք, գրված է լեզուները անհավատների համար է։ Ես ինքս ապաշխարել եմ, երբ որ լեզուներ եմ լսել։ Տիրոջը Տերը ընդունեցի ինձ այդ նույն րոպե ասի Տեր ինձ էլ մկրտի, եթե դες բան կա, նույն օրը որ Տիրոջը Տերն է ընդունում, մկրտվեցի լեզուներով խոսացի։ Որ մարդիկ գայթակղվում։ Լսեք, ես աշխարհը այնպես բաներ ադերում ոչ մի մարդի չի գայթակղվում։ Այդ մենք ենք նույն գայթակղվելու, սրանից գայթակղվեցին, նրանից գայթակղվեցին, աշխարհը ոչ մի բանի չի գայթակղվում։ Պրոֆեսոր գայթակղվողներ հավատացյալներ։ Ես մի անգամ կարդացի սարսափել, ասում գայթակղվողները վերջում ասում կլինեն կրակի լճում։ Ասում Տեր Աստված, պարզորեն գայթակղությունը մի հատ թույլ բան է, որ դու չես սիրում։ Գիտեք, եկեղեցին են միակ այդքան բանով գայթակղվեցի, մի արավ ես գայթակղվում եմ, մի գայթակղացու ես գայթակղվում եմ, այդ բառը անգիրավեն է, եւ մի եկեղեցին մյուս եկեղեցուց գայթակղվում է։ Նես որ աշխարհիկների մոտ ոգ մի արեք։ 23-րդ խոսք։ Այդ եթե բոլոր եկեղեցին մեկտեղ կա եւ ամենքը լեզուներով խոսեն եւ տգետները կամ անհավատները մտնեն այնտեղ, միթե չեն ասի թե դուք գժտած եք,
հիմա հենց այստեղն ենք անում։ Լսեք, եթե այստեղ բոլորս անգլերեն խոսենք, Կար մարդիկ աշխարհիկները մտնեն, չեն կասեն, գժվացին, կասեն անգլերեն, չեն խոսում։ Այդ ինչ լեզու կտիրեն, որ ասեն գժվել են։ Դրա համար էլի ծայրահեղությանն ա վերաբերում, իրար հետ կանգնած լեզուներով են խոսում, կասեն գժվել եք, իրար չեք հասկանում, խոսում եք։ Սա աղոթքին չէ վերաբերվում, ընդհանրապես։ Բայց եթե ամենը մարգարեանա եւ անհավատը կամ տգետը գա մտնե, նա ամենից կհանդիմանվի, ամենից կքննվի։ Շարունակում եմ, 26-րդ խոսք, ուրեմն ինչ է եղբայր, երբ որ մեկտեղ ժողովեք, ձեզանից ամեն մեկը սաղմոս ունի, վարդապետություն ունի, հայտնություն ունի, լեզու ունի, թարգմանություն ունի, ամեն ինչ շինության համար արեք։ Այսինքն, երբ որ մենք հավաքվում ենք իրար հետ, ինչ պետք անենք, շինության համար պետք է խոսանք։ Որ այստեղ շինություն ստանանք, մի քանի տեղ է։ Եթե մեկը 27-րդ խոսք, եթե մեկը լեզուով խոսի, թող 2 եւ 3 ավելի շատ լինեն, մեկը մյուսից հետո, մեկն էլ թող թարգմանե, 28-ը, բայց եթե թարգմանություն չկա, թող լուր լրե եկեղեցում, թող իրար համար եւ Աստծո հետ խոսի։ Եթե թարգմանող չկա եկեղեցում, գիտեք ինչ ասում, թող լուրը լեն, իր համար Աստծո հետ խոսա։ Չի ասում չխոսա, ասում իր համար Աստծո հետ խոսա։ Կավա չէ փառաբանության ժամանակ կանգնես պարզես, չես դու փառաբանես ու աղոթք ես անում լեզուներով։ Ինչ ես անում, դու Աստծո հետ խոսում ես։ Եվ այս գլուխը վերջանում է 39-40 խոսքերով։ Ուրեմն եղբայր, ջանք արեք, որ մարգարանաք, լեզուներով խոսելը մի արգելեք։ Նորից եմ հարցրել, Պողոս Արաքյալը ավելի մեծ է, քան բոլոր քահանաները։ Լսեք, Պողոս Արաքյալը ասում է, լեզուներով խոսելը մի արգելեք։ Ինչ եք ասում, Պողոս Արաքյալը ավելի բարձր է, քան այսօրվա աշխարհի կառավարիչները կամ հեռուստացույցները։ Ինչի են նրանք ուզում արգել լեզու, եթե Պողոս Արաքյալը ասում մի արգելեք։ Նորից կարդում եմ, ուրեմն եղբայր ջանք արեք, որ մարգարանաք եւ լեզուներով խոսելը մի արգելեք, ամեն բան թող պարկեշտությամբ եւ կարգով լինի։ Լեզուներով խոսալը գրված է չարգելել։ Պողոս Արաքյալը այստեղ ոչ թե արգելում է, ավելի խրախուսում է, բայց ճիշտ տեղը աղոթեն, ճիշտ լեզուներով խոսան։ Լեզուներով խոսալու տեղը ուրիշ է, իրար մխիթարելու տեղը ուրիշ է, իրար սփոփություն տալու տեղը ուրիշ է, իրար շինություն տալու ուրիշ է, այդ ամեն տեղերը ուրիշ են։ Եվ Պողոս Արաքյալը քաջալերում է եւ բացի դրանից սովորեցնում է եկեղեցու կարգուկանոնը ինչպիսին պետք է լինի։ Եվ այսօր մենք եկել ենք եկեղեցի, ձեր եկեղեցում ճիշտ այն կարգուկանոնով է, որը Պողոս Արաքյալը սովորեցրել է։ Հալելույա։ Փառաբանության խումբ եկեք այստեղ։ Եվ ես վերջի տեղը, որ ուզում այսօր կարդամ, Հովհաննես ավետարանի 7-րդ գլուխ 37-րդ խոսքից մինչև 39-ը։ Եվ տոնի վերջում մի օրումը Հիսուսը կանգնած էր աղաղակեց եւ ասեց. Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա եւ խմե։ Եվ հավատացողը ինչպես գիրքը ասում է, նրա փորից կենդանի ջրերի գետեր կբխեն։ Սա ասեց այն հոգու համար, որ ընդունելու են նրան հավատացողները, որովհետեւ դեռ Սուրբ Հոգին տրված չէր, որովհետեւ Հիսուսը դեռ չէր փառավորված։ Եվ այսպիսով վերջում վերջացնում է Պողոս Արաքյալը այս խոսքերով. ով որ հավատում է, նրա փորից կենդանի ջրեր կբխեն։ Դա Սուրբ Հոգու աղոթքի մասին է սիրելիներս։ Այսօր այդ ջրով պետք է հեղեղենք ողջ աշխարհը։ Այդ ջրով պետք է հեղեղենք բոլորին եւ մեր փորից կենդանի ջրեր պետք է բխեն։ Այսօր եթե մտահոգված ես, Սուրբ Հոգու աղոթքը քեզ կօգնի։ Գիտեք ինչ սիրելիներս, ես այնպիսի ժամանակների միջով եմ անցել, մարդիկ ինձ հարց են տալի մեկ-մեկ, ոնց դիմացար աղոթքների միջոցով։ Միայն լեզուներով աղոթքների միջոցով։ Այսօր կան դժվարություններ են կանցնում, ասում են ոնց դիմացար միայն լեզուներով աղոթքի միջոցով։ Այս տկար աշխարհում, որ մենք ապրում ենք, ոնց ենք մինչև վերջ դիմանալու միայն աղոթքների միջոցով եւ լեզուներով աղոթքների միջոցով։ Ես չեմ պատկերացնում մի մարդ, որ առանց աղոթքի կարողանա։ Գիտեք թե ինչ հրաշք է։ Մտահոգված ես։ Տխրած ես։ Ինչ որ դեպրեսիոն վիճակում մտնում ես աղոթքի, 1 ժամվա չափ աղոթք ես անում, եւ գիտեք ինչա կատարում, հանկարծ ուրախ, խաղաղ, դուրս ես գալի այնտեղից։ Մի տղա կա մեր եկեղեցում պատմեց, ասում է, ով ասում է, կնոջս հետ կռվել էինք, իրար հետ չենք խոսում, մի օր, 1.5 օր, 2 օր իրար չենք խոսում, վերջը եկա կանգնեցի, ասի այլ աղոթենք։ Սուրբ Հոգով լեզուներով աղոթելուց հետո 15 րոպե հետո իրար գրկել ենք, լացում ենք ու իրար սիրում ենք։
Ինչ կատարվեց, լսեք, ոչ հայերեն են խոսացել, ոչ սեր են բացատրվել, պարզապես երկուսով լեզուներով խոսացել են։ Գիտեք ինչ կատարվել, ասեմ ձեզ, լեզուները թույլ է տալի, որ հրեշտակը եկել է և նրանց միաբանել է։ Լեզուները տիրոջ զորություն են աշխարհի վրա, փառք Հիսուսին, և աշխարհը դա չի հասկանում։ Եկեք որս ոտքի կարեցին ձեզ։ Աշխարհը դա չի հասկանա, որովհետև նա չի հասկանում անբարբար հարաճանքները, իսկ Սուրբ Հոգով զորությունով լցված մարդիկ ամեն բան հասկանում են, ամեն բան քննում են և խորը ընդունում են ամեն ինչ։ Հիմա սերներս, ես կցանկանամ, որպեսզի մենք հիմա աղոթք անենք, և երբ որ ասեմ մի քիչ լեզուներով սկսենք աղոթք անել հիմա։ Եկեղեցին պետք է սովորի լեզուներով աղոթք անելը։ Հալելույա Հայր իմ Աստված, գոհարում եմ քեզանից Տեր իմ Աստված և աղոթք եմ անում այսօր այստեղ յուրաքանչյուր մարդու համար։ Խնդրում եմ քո զորությունն ու օծությունը ամեն մեկի վրա լինեն Տեր իմ Աստված։ Փառք ես Սուրբ Հոգու լեզուների համար Տեր իմ Աստված։ Փառք ես Տեր իմ Աստված, որ դու լեզուները մեզ տվել ես Տեր։ Գոհարում ենք քեզանից Տեր արքաների արքա։ Եվ սիրելիս վերջ-վերջո, գիտեք ինչն է շարժում երկինքը։ Եթե ինչ-որ մեկը շատ գեղեցիկ է, ինչ-որ մեկին կշարժի, եթե ինչ-որ մեկը շատ հարուստ է, ինչ-որ մեկին կօգնի։ Շատ հետ մտածում եք երկինքը շարժում է խոհարարները, երբ որ դուրս ես գալի մի աղքատի փող ես տալի, ոչ աղքատը կերակրվում է, երկինքը շարժում է այս աղոթքը։ Ամեն հավատքը։ Փառք Հիսուսին, հալելույա։